ՀՊԱ-կան կանանց գունդը Քրիստինե Պողոսյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որ ԱԺ հերթական նիստում իշխող թիմը որոշի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին։ Դիմումն անցած շաբաթ հանձնվել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որոնք այն պետք է դնեն շրջանառության մեջ, սակայն կանոնակարգ օրենքով առանց ՔՊ համաձայնության հնարավոր չէ ժամանակավոր հանձնաժողով ձևավորել։ Անդրանիկ Քոչարյանի եւ լրագրող Հռիփսի Մեջեբեջյանի միջադեպից փորձում են օգտվել նաեւ ՔՊԱ-կան որոշ կանայք եւ հատկապես Քրիստինե Պողոսյանը, որը ասում են չի մարսում Քոչարյանի իրեն արված դիտողությունները ոչ պատշաճ հագուստով խորհրդարան գալու եւ այլ հարցերի վերաբերյալ։ Պողոսյանը միայնակ չէ, ԿՊԱ-կան բոլոր կանայք այս կամ այն չափով արժանացել են Քոչարյանի անտակտ դիտողություններին եւ ուզում են, որ նրա հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորվի եւ անգամ նրան զրկեն ԱԺ նիստերին մասնակցելու իրավունքից, հետո գուցե նաեւ այդ հիմքով մանդատից։ Վազգեն Սարգսյան վերջին սպարապետը ֆիլմը հայկական պրակատում ռեկորդ է սահմանել 28 օրում մոտ 130,000 մարդ է դիտել եւ դա միայն Երևանում։ Հայկական ֆիլմերից ոչ մեկը նման հետաքրքրություն չէր առաջացրել եւ դեռ շարունակվում է հոսքը։ Բոլոր կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվում է եւ տոմսերը սպառվում են ամբողջությամբ։ Մենք տեղեկացանք, որ ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն եւ արտադրողներն այժմ բանակցում են Netflix ֆիլմերի համաշխարհային ընկերության հետ նրա ֆիլմացանկում Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի ցուցադրություն ընդգրկելու համար։ Բացի այդ, ֆիլմը ներկայացվել է տարբեր միջազգային փառատոների որպես մրցութային ֆիլմ։ Տեղեկացանք նաև, որ ֆիլմը նկարահանող Genetic Production ընկերությունը պատրաստվում է շարունակել մեր ազգի հերոսական կերպարների մասին ֆիլմ արտադրությունը եւ այժմ քննարկում են մյուս ֆիլմի հերոսի ընտրության հարցը։ Մեր տեղեկություններով բանակցում են հաջորդ ֆիլմն ազգային հերոս Մոնթեի մասին նկարահանելու վերաբերյալ։ Չնայած Մոնթեի մասին տեղեկություններն ավելի սակավ են, քան Վազգեն Սարգսյանի մասին տեղեկություններն ու փաստական տվյալները, բայց պրոդաքշնում համոզված են, որ Մոնթեի մասին էլ ոչ պակաս հաջող ֆիլմ են նկարելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու եւ անցած շաբաթ հիվանդանոց տեղափոխվելու լուրերին երեք կառավարությունից արձագանքեցին, թե Փաշինյանը պարբերաբար հերթական ստուգումների է գնում եւ անցած շաբաթ հերթական դեպքն է եղել։ Սակայն Նաիրի բժշկական կենտրոնի աշխատակազմից մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին շաբաթը 2 անգամ նա այցելում է ԲԿ վերականգնող սիստեմաներ է ընդունում։ Իսկ հիվանդանոցի աշխատանքն այդ օրերին կաթվածահար է լինում, կարելի է ասել դադարեցվում է։ Մինչև VIP պացիենտին չեն սպասարկում ճանապարհում, հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի վերականգնվում։